Ուրեմն Վիտալի Բալասանյանի երեկվա հայտարարությունը դա չպետք է զարմացնի ոչ մի հայ, ճանաչելով Վիտալի Բալասանյանին։ Մարդը ինչքան հայտարարություն արել է, քաղաքական հայտարարություն Ղարաբաղից դեռ ինքը իր պատկերացումները, իր փրկությունը, իր պետության փրկությունը տեսել է ռուսի կազմում, Ռուսաստանի հետ։ Երեկվա իր հայտարարությունը, չգիտես ինչու, եթե հանրության մոտ զրույցի տեղիք տվածալներ նորմալ է, եթե բլոգերները, լրագրողները դրա մասին հայտարարեին, ասնեին նորմալ է։ Բայց իմ համար, գիտեք, շատ է անընդունելի, միգուցե ես եմ սխալ, բայց ազգային ժողովի նախագահի խոսնակը, էկոնոմիկայի նախարար, հարգելիներս, արդյոք ձեր գործառույթն է թոշակառու նախկին գեներալ, թոշակառու պաշտպանության բանակի բարձր պաշտոնյայի քաղաքական հայտարարությունը վերլուծեք, քննադատեք։ Ժողովուրդ ջան, իմ համար անընդունելի է, գիտեք, երբ որ պատմությունը ընթերցում ես նախարար հասկացողությունը, դա ինչ հասկացողություն է եղել, համարյա հավասար երկրի ղեկավարին, բայց դե ցավոք սրտի այսօր երկրի ղեկավարն էլ է այսպիսի հայտարարությունների, այսպիսի զրույցներին տեղիք տալիս եւ իր ժամանակը ծախսում Վիտալի Բալասանյանի նման հայտարարություն արած քաղաքացիների ուղղությամբ։ Թույլ տվեք մենք սրա մասին խոսանք։ Օրինակ ես այսպես կնայեմ այս հարցին։ Հարգելի պարոն Վիտալի Բալասանյան, ուզում եմ ես ձեզ հասկանամ, էլի։ Չէ որ ոչ մեկս էլ Նաստրադամուս չենք, ոչ մեկս էլ ճշմարտության ճշմարիտը չենք։ Այսինքն ես չեմ ասեմ դուք սխալ եք, ճիշտ եք։ Սա ժամանակն է, նախ պատմությունն է դատելու, ժամանակն է դատելու։ Այսօր Վիտալի Բալասանյանն օրինակ հանում են ցցին։ Ես ուզում եմ հասկանամ, դուք գիտեիք Գարեգին նժդեհը բոլշևիկներին հրավիրել է ասել եկեք կռվով դավով արյունով վերցրեք Հայաստանը, չէ, բայց եղավ չէ այդքանը։ Հիմա դուք ինչ գիտեք ժողովուրդ ջան, ինչ է սպասվում մեր դեմը, հարևան Իրանում բռնկված պատերազմը, վերջի խառը աշխարհը, կարող է վաղը մյուս օրը նորից նորը եթերումս եմ ասում, Ռուսաստանը հետ գա այս տարածաշրջան, առայժմ հետնահանջ արել, առայժմ Ամերիկան քիթ խոթել աստե, սա Ռուսաստանի հետնահանջի մասին է կապված այս Ամերիկայի քիթ խոթելը։ Բերեք մենք իրար հանդեպ գոնե հայերս ճշտամանքով չխոսանք։ Դες Վիտալի Բալասանյանի միտքը ոչ թե 99-100% չեմ կիսում, բայց ուզում եմ իրան հասկանամ եւ հարցերով էլի իրար հասկանանք։ Պարոն Բալասանյան, ասացիք տենամ, եթե Ռուսաստանը, եթե Կրեմլը դուք համարում եք լավ դաշնակից, եթե համարում եք, որ մեր փրկությունը, մեր պետականության փրկությունը ընդ է, մեր հայերիս գոյատևումը ընդ է, ձեր որ մի մեղքի համար Ռուսաստանը լքեց Ղարաբաղը։ Ձեր չի Հայաստանի արդեն իշխանությունների որ մի մեղքի համար չաջակցեց, երբ որ Ադրբեջանը հարձակվել էր ամբողջ Հայաստանի արևելյան երկայնքով։ Պարոն Վիտալի Բալասյան, դուք պետք է այս հարցերին նախ պատասխան տաք, ասեք տենամ, միգուցե իսկապես դուք այնպիսի սխալ եք գործել, դեռ խոստովանեք, էլի ասեք, ասա հարգելի ժողովուրդ, մեր կառավարությունը Ղարաբաղի ազգային ժողով նախագահ Բակո Արայիկ Սամվել Շահրամանյան, ես էլ իրանց քաջալերող որպես ազնվորություն, այսպես մի հատ սխալ ենք թույլ տվել, դրա համար Ռուսաստանը երես է թեքել եւ Արցախը թողել է, որ Ադրբեջանը կլանի։ Այնպես որ երբ որ դուք ներկայանում եք, որ մեր փրկությունը Ռուսաստանի մեջ է, դուք պետք է հիշողությունը բոլորից էլ թարմա բացատրություն տակ, թե ինչպես եղավ, որ Ռուսաստանը մեզ մենակ թողեց, էթնիկ զտում թույլ տվեց, որ լինի, սրա մասին ես չեմ ասում, հեսա հայեր կգան կասեն սաղ Նիկոլ Նավաճ, ես չեմ ասում, ես ոչ ասում եմ Նիկոլ Նավաճարել, ոչ ասում, ընդամենը նայեմ ես Շոյգուի, Լավրովի, Դուգինի եւ մնացած քաղաքական տես գործիչների հայտարարությունները Արցախի հարցի շուրջ, իրանք խոստովանում են, որ չպետք է թողեինք, որ Արցախը անցներ Ադրբեջանի կազմը, մենք պետք է անդե պաշտպանեինք հայերին, մանավանդ այն հայերին, որոնք տարածաշրջանի ամենառուսամետ
հայերն են, ամենառուսամետ ժողովուրդն են։ Այսինքն իրանք նույնիսկ բաժանել են Հայաստանի հայությունը եւ Արցախի հայությունը եւ շատ տեղին են բաժանել, որովհետեւ Հայաստանի հայության մեջ այդքան շատ չի տոկոսային հարաբերակցությամբ, ինչքան որ Արցախում էր շատ ռուսամետությունը։ Արցախի ժողովրդի մեջ մինչեւ հիմա ռուսատար, անգրագետ, ինձ վիրավորան գրող հայեր կան, որ խոսում են հայկական լինելիություն, խոսում են պետականությունից։ Իրանք ոչ մի բան լինելով ռուսեր են տառերով, հայեր են տառերը ելի լավ չգիտեն։ Ինձ վիրավորանք են գրում եւ խոսում են, որ ես չգիտեմ ռուսամետ, չէ, ինչ չեն ասում ռուսամետ, տարբեր ոչմ բացասական գնահատականներ են տալիս։ Խոսքի ես իմ համար բացահայտել եմ, այդ տեսակ մարդիկ իրանք պետություն ասելուց, պետություն հասկացողությունը, դա իրանք հասկանում են կամ ԽՍՀՄ կամ Ռուսաստան, այսօրվա Ռուսաստանը։ Երբ որ իրանք ասում են իրանք պետականամետ են, իրանք չեն խափում, ճիշտ են ասում։ Իրանք պետականամետ են Ռուսի համար, Ռուսաստանի համար են մտածում։ Նույնիսկ այդ նեղ պահին, երբ որ արդեն Ադրբեջանը հարձակվել է, ամեն ինչ եղել է, իրանց գլխում մի բան է, Նիկոլը դավաճանել է մեզ, Նիկոլը դավաճ, արա Նիկոլի հետք չի եղել է 20 թվից հետո, որ ասում է փոշին իր հետքն ու թեփուրը մեր sense մի խոսք ունենք, էլի փետուրը։ Չի մնացել Արցախում։ Այդ մարդը հետնահանջ հարել, всё, Երևանը նստել, ասել է ես գործ ունեմ Արցախի հարցում, որպես Հայաստանի վարչապետ, որպես Հայաստանի պետության վարչապետ, ճանաչում եմ Ադրբեջանի կազմում։ Մնում է մենք արցախցիներս Ռուսաստանի հետ դաշնակցությամբ, արցախցիները ասած տեղը ժողովուրդ չի, էլի ընդ վլասը։ Հասկանայք մենք ինչ ենք ուզում։ Խոսքի ուզում ենք անկախություն, ուզում ենք ինքնորոշում, ուզում ենք ոչ մի բան չէինք ուզում։ Ոչ մի բան չէինք ուզում։ Ասում ենք ձգենք ժամանակը, բլոկադան թող շարունակվի, սովամահությունը լինի։ Վերջում ինչ կլինի։ Կարևորը մեր փողերը բանը փրկվի, բայց բարձում է վերջում փողերն էլ չի իրաց փրկվել։ Էնան նստած Բաքու ոչ վայելում են ազատություն, ոչ վայելում են իրաց փողերը, հակառակը ամենայն հավանականությամբ մեծ փողերա կարում քերի Բաքուն այդ հարուստ մարդկանցից, իսկ այդ մարդիկ ունեին հարստություններ, Արայք հարստությունների հետևից ոչ մեկ չի հասնի, Արկադի Ղուկասյանը հետո էլ հələ լուրեր պատրվեց, որ ցորը որպես զորամաս իր տարածքներ եւ պետությանը ինքը տվել էր վարձատրության, վարձով տվել էր պետությանը։ Հասկանում եք պաշտպանության բանակի մեկ զորամասը, որ իր հարևանությամբ են Զաբորով մոտիկ էին իրար, կպած էին, բարձում է իր տարածքն է, սեփականաշնորհ էր եւ վարձով տվել պետությանը։ Այդպիսի հայերն ասել մենք ղեկավարներ ունեինք։ Եվ իրանց բոլորի մտքում էլ հա ռուսամետություններ։ Հիմա Վիտալի Բալասանյան, բարով խերով դու դուրս ես եկել ես Հայաստան, քեզ չեն բռնել թուրքերը, որովհետև պետական պաշտոն չես զբաղեցրել այդ ժամանակ, միգուցե զբաղեցնել քո հետ էլ չէր լավ ճակատագիր լինի, բայց եկել ես Հայաստանում նորից խոսում եք դուք ռուսամետության մասին։ Ես էլ ասում եմ, որ ռուսը լավ է, բացատրություն տվեք, թե դուք եք վատը, դուք եք վատ պահել ձեզ, որ ռուսը ձեզ էս օրնակցել։ Ինչ եք արել։ Լավ, Նիկոլը հասկացանք այրապորտում չի դիմավորել Պուտինին, բայց դուք ինչ եք արել Ղարաբաղում, որ Ռուսաստանը ձեզ հետ օրնակցել։ Սրա պատասխանը ո՞նց եք տալու։ Քամի մի տեղից, շոկը մի տեղից, անհարմարել է։ Այսօր բացի դրանից ես ուզում եմ այսպես մի հատ երևի այս մասով ես չեմ ուզում շատ խորանալ, Վիտալի Բալասանյանին բոլորդ էլ ճանաչում եք, Վիտալի Բալասանյանի մասին շատ բան կա, ես էլ գիտեմ, բայց չեմ հրապարակում, ժամանակին հրապարակել եմ, եթե ինքը պետքա պատասխանատվություն կրել, չի կրել, Գևորգը ապուշ չի, որ մի հատ էլ բարձրաձայնի մասին, դրա մասին ինձ տանեն պատասխանատվության պահանջեն, որովհետև այսօր Գևորգը մտածում է, թե իր տան կոմունալը ոնց է տալու, այսօր Գևորգը իր երեխուն աչքերը ճիպրոտած վախում է կոնդիցիոների մի քիչ տաքությունը բարձրացնի, որովհետև չգիտի վաղը ոնց է տան լույսը տալու, իսկ Վիտալի Բալասանյանը ասում են բարձրարկ շենքեր է կարում կառուցի Երևանի կենտրոնում, եւ պետական բարձր պաշտոնյաները այսօր հանրային իրանք քննադատում են։ Ունեք ինչ այդ ֆոկուս եք անում, աչպահարություն եք անում։ Դուք ոչ վերլուծաբան եք, ոչ լրագրող եք, դուք բարձր պաշտոնյաներ եք, ձեր գործունեությամբ զբաղվեք։ Ինչ կլինի։ Թե ցույց եք տալիս դրանով ձեր հայրենասիրությունը, Վիտալի Բալասանյանը հակահայկական, հակապետական հայտարարություն արել, մենք իր ասած զրույցի վրա էսայք նահաստատվենք, որպեսզի մեր գնահատականը բարձր լինի։
Դուրս եկեք էլի այդ կաղապարներից։ Ձեր պաշտոն այնքան բարձր է, որ ձեզ այդքանը ես համարում եմ, որ չի սազում։ Եվ վերջապես, եթե այդ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը ըստ մեր սահմանադրության հակապետական է եւ օրենքա խախտել, դուք պետք է ունենեք այդպիսի օրենք գրած ազգային ժողովի ձեր օրակարգում, սահմանադրության պետք է կետ ունենաք, որովքեր որ Հայաստանի պետականությունը կասկածի տակ կդնեն կամ կպատկերացնեն մեկ այլ միավորի մեջ, ԽՍՀՄ կլինի, որ ասում են, չգիտենք, մի ուրիշ միավորի մեջ լինի, այսքան տարի ազատազրկում կամ այսքան դրամ տույժ տուգանք։ Ունեք այդպիսի օրենք հանած, բախի չունեք։ Ֆրանսիան այդքան կիլոմետր, 1000 կիլոմետր, քանի 1000 կիլոմետր հեռավորության վրա օրենք է հանել, որ ցեղասպանություն ժխտողներին դատա հասնեմ, պատիժը հասնեմ, Ֆրանսիան է, որ հայոց ցեղասպանությունը հերքողին դատում է, բա դուք հայեր եք, բա դուք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մանդատ կրող եւ այդ նստարանները զբաղեցնող падգամավորներ եք, մինչեւ օրս, ինչու չունեք գրած օրենք, որտեղ որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը պետքա դատապարտվի, պետքա այդ մարդը կամ տույժվի, կամ տուգանք տա, կամ պետքա նստի 3 տարիա, 13 տարիա ցմահա, չունեք տենց օրենք։ Եթե չունեք այդ օրենքը, գնացեք այդ օրենքն էլ մշակեք։ Որտեւ եթե իսկապես Հայաստանի պետականությունը այդ մարդիկ կասկածի տակ են դնում, թող օրենքով պատժվեն, ոչ թե նախարարի մակարդակով ուղղակի sense հանրային գնահատական տակ։ Հանրային գնահատական թույլ տվեք, մենք տանք, մենք բլոգեր ենք, հանրային գործիչ ենք, քաղաքական վերլուծաբաններ, մենք թող տանք, բայց դուք բարձր պաշտոնյա ինչու եք գնում գնահատական տալիս Վիտալի Բալասանյանի հայտարարությանը։ Այնպես որ ոչ մեկին էլ չեն պաշտպանում, այս էլ դառավ երկրորդ հարցի պատասխանը, որ ասում են հիմա գրել էին իս մեկնաբանությունում, սա առաջին մեկնաբանությունը չի այս բովանդակության, բազմաթիվ անգամ գրում եմ, բայց բազմաթիվ անգամ էլ դա վերահաստատվում է, որ ես պետականամետ մարդ եմ, ոչ թե իշխանության կամ իշխանամետ։ Հիմա չեմ հասկանում, հիմիկվա իշխանությունից գոհ ես թե դժգոհ։ Ունդե մեկը շարունակում է, որ այո, ես համաձայն եմ, որ Գևորգը լավ վտանգավոր վարքագիծ է դրսևորում իշխանության կողմա թե դեմ։ Դուք մինչև հիմա չեք հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության միշտ կողմ չի եւ միշտ դեմ չի։ Բացատրեմ ինչպես։ Եթե ինքը իր իշխանությանը եւ իրանց գործունեությանը ամբողջությամբ կողմ ալներ, 6 ամիսը 1, 2 ամիսը 1 նախարար ու վարչության պետեր չեր փոխի, այսինքն ինքը դժգոհ էլա, չէ՞ այդ նախարարից որ փոխելա։ Ինքը իրանց որոշումները չեն նորից վերանայի։ Հաստորեն գալիս է նրան, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ինքը իր կողմ չի միշտ եւ միշտ իր դեմ չի։ Իրանց կատարած գործերին, իրանց բռնած գործերին, իրանք լինում են ժամանակ կողմ են, լինում են ժամանակ որ դեմ են։ Եվ ըստ այդմ, ինչու պետք է ես միշտ իրաց արած գործերի լինեմ կողմ։ Կամ էլ կեղծ ընդդիմադիրների նման, որ ընդդիմադիր չեն, ուղղակի իշխանազավթ, իշխանատեն չեն։ Իրանց նման դիրք բռնեմ, ասեմ, ինչ անեք, պետքա մտքումս խոստում տամ ինձ, ասեմ, ինչ անեն, պետքա ես դեմ խոսամ։ Չեք հասկանում ինչ եմ անում ես։ Ես անում եմ մի բան, որ այսօր մատերի վրա հաշված մարդիկ են անում Հայաստանում։ Ինչու, որովհետև Հայաստանի հանրային գործիչները, բլոգերը, լրագրողները բաժանված են հիմնականում երկու մասի՝ ռուսամետ եւ արևմտամետ։ Հայամետ մատերի վրա հաշված մարդիկ են։ Իսկ հայամետը այն հանրային գործիչ են բլոգերը, որ իր պետության իշխանությանը չի հայհոյում, չի ցեխոտում, չի վարքաբեկում, չի զրպարտում, բայց դրա հետ զուգահեռ իրանց կատարած գործերին տալիս է գնահատական, կամ բացասական, կամ դրական։ Այդ իսկ պատճառով, երբ որ դուք ինձանից տեսնում եք բացասական գնահատական իշխանություններին, մի զարմացեք։ Հասկացեք, ընկալեք, որ դա է ճշմարիտը, դա է ճշմարիտ ուղին, դա է ճիշտ պահելաձևը։ Ես այս հանրապետությունում ապրում եմ եւ չեմ կարող ուշադիր չլինել իշխանությունների կատարած գործունեությանը։ Եթե միտեղ նորից կասեք, ոնց կարող ենք սխալ թույլ տա, սա ճիշտ անում Փաշինյանը, որովհետեւ կան անձինք, որոնց համար Փաշինյանը սա ճիշտ է անում։ Ես ձեզ ուզում եմ հիասթափեցնեմ, որ նույնիսկ Փաշինյանը չի կիսում ձեր միտքը։
Ձեր միտքը չի կիսում իշխանության մեջ գտնվող adekvat պաշտոնյաները, դեպուտատները, իրանց երիտասարդ թևը, ովքեր ինձ նույն ստե Facebook-ով ընկերներ են, իրանք չեն կիսում ձեր միտքը, որ այս իշխանությունը ինչ անում, ասաղ ճիշտ անում, որտեղ ոչ մի իշխանություն աշխարհի վրա, ոչ մի պետություն, ոչ մի իշխանություն չի կարա իր բոլոր արարքները լինի սխալ կամ լինի ճիշտ։ Նույնն էլ դուք ձեզ հարց եմ տալիս, այդպիսի գնահատական հնչեցողները։ Դուք օրը 16 ժամ մոտորապես զարթ ունեք, չէ՞։ Դուք այդ 16 ժամվա մեջ դուք բոլորը ճիշտ եք անում։ Դուք ունեք օրվա ընթացքում արած մի 10 ճիշտ օրինակ արարք, ունեք մի 2-3 արարք, որը սխալ է, որի համար դուք փոշմանում եք։ Այդ չհասկացա, եթե դուք մարդու արգանդից եք ծնվել, Նիկոլ Փաշինյանը կարող է օդից անկել, կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության մարդիկ կարող է, չգիտեմ, երկնքից են իջել։ Ձերպես մարդիկ են, ձեր նման ծնված, սնված, մեծացած, կրթված, կիսակրթված, չգիտեմ, իրանց գործին լավ տիրապետող, նորմալ տիրապետող, բայց միևնույնն է առանց սխալ չեն կարող։ Էնպես որ հասկացեք, ժողովուրդ ջան, ես ոչ մի կուսակցությունում չեմ ուզում լինել։ Եթե ես կուսակցությունում լինեմ, ապա պետք է ստեղծեմ իմ կուսակցությունը։ Էդ էլ ձեզ այն վտանգավոր վարքագծի մասին։ Հանգստացեք, ես առայժմ եւ երևի կյանքում չեմ ուզում ես խոսք տամ, երթում տամ, դա ճիշտ ձև չի, բայց իմ մոտ այդ գաղապարված է արդեն, որ ես չպետք է ստեղծեմ կուսակցություն, չպետք է ունենամ կուսակցություն, բայց ինչու չեմ երթում տալիս, որտեվ կարող է կյանքը չես կարա իմանաս ինչա, կարող է իմ կուսակցություն ստեղծել, կուսակցություն ունենալը գամի ժամանակ 5 տարի, 10, 15 տարի հետո, որ ոչ թե ցանկալի լինի, այլ պարտադիր լինի, այլ կարևոր լինի։ Որ պարզի, որ այսօր իմ նման մտածելակերպ ունեցող հայը արդեն էնդեմիկ բույսի նման է։ Всё, ինքը էկզեմպլյար է, ինքը շատ քիչ է, իսկ պետությունը կործանում է դրանից, որ մարդ անկախ չի իր մտածելակերպում, որ մարդ լինելով երկրում ապրող, այդ տվյալ երկրում ապրող, կարողանում է adekvat տեսնի իշխանությունների սխալները եւ ճիշտը, որտեղ այնքան է պարակտումը խորացել, որ ես վախենամ իսկապես իմ կուսակցություն ունենալը, ազգային ժողով մտնելը դառնա հրամայական, բայց ես ցանկություն չունեմ, հետաքրքրություն չունեմ, իշխանության բարձր աստիճան պաշտոնյաներ, իշխանության վերևի մարդիկ, բոլորը ինձ հերրակա գիտեն, չեմ ասում անձնապես ինձ ճանաչում են, շփված ենք եւ այլ, հերրակա գիտեն ինձ այնքանով ինչքանով որ դուք գիտեք, եւ գիտեն իմ դիրքորոշումը, ու իմ դիրքորոշումը իրանց կողմից հարգվում է, հավատացեք իրանց կողմից հարգվում է, որտեւ իրանք էլ են զարմանում, որ այսքան ատելության մթնոլորտի մեջ կա մարդ, ով որ իրանց չի հայհոյում, իրանց չի անիծում եւ ասում է ես մեր պետության կողմն եմ եւ իշխանությունները եթե անեն սխալ դրա մասին բարձրաձայնելու եմ, այլ ոչ թե լռելու եմ, որ հաճոյանամ իրանցից ինչ որ օգուտներ ստանամ։ Ես ոչ մի օգուտ չեմ ստացել իշխանություններից, երբևէ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, Նիկոլ Փաշինյանից, ոչ մեկը ինձ գրեֆ, որ ասում են, գրեֆներ չեն արել, ինձ ֆինանսներ չեն տվել, ես բոլորի հանդեպ էլ հարգալից եմ խոսացել, ինչպես որ թեմայի սկզբից անդրադառնալով Վիտալի Բալասանյանին, հարգալից իրան քննադատել եմ։ Չեմ կիսում իրան միտքը, իր արտահայտված միտքը ես համարում եմ, որ չպետք է սերմանվի մեր հասարակության մեջ, չպետք է այս նոր սերունդը, որ քաղաքական հետաքրքրությունի մտնելու ազգային ժողով վաղը պատգամավոր դառնա կամ ընդհանրապես զբաղվելու քաղաքականությամբ, չպետք է իրանց ուղեղում նստվածք տա, որ Հայաստանը պետք է լինի անպայման Ռուսաստանի կազմում, ինքնուրույն անկախ չի կարա։ Իսկ ես պատկերացնում եմ, Հայաստանը, եթե Հայաստանի ղեկավարությունը շատ լավ աշխատեն, կարող են այնպիսի դիրք ընդունել, ինչպիսին օրինակ Շվեյցարիան է, այսինքն հետաքրքրություն ունենան բոլոր պետությունները մեր տարածքում, ունենան, չգիտեմ, բանկեր, հաշիվներ, ունենան դե մետաքսի ճանապարհը վերջը անցնեմ, այսինքն մեր պետությունը այնքան էլ նշահագրգիռ, որ նույնիսկ բանակի օրինակ ներկայությունը այդքան էլ կարևոր չլինի, որովհետև բանակը եւ իսկապես միշտ չի, որ անվտանգությունը կարողանում է պահի։ Շվեյցարիան չունի այնպիսի բանակ, ինչպիսին Հայաստանն է, բայց Շվեյցարիայի անվտանգությունը ավելի է ապահովված։ Որտեւ ով էլ խփի Շվեյցարիային ինքը տուժում է։ Նույնը պետք է Հայաստանին այնպիսի մենք առաջ տանք, մեր սերունդը, մեր մտածող քաղաքական գործիչները, որ Հայաստանը դառնա
ամբողջ աշխարհի համար հետաքրքրող զոնա։ Դե Վիտալի Բալասանյան արի սա բացատրի, եթե այդ մարդը արդեն 70-անց մարդ է երևի, իր ուղեղում գաղափարված է, որ պետքա Ռուսաստանի կազմում լինի, Ռուսաստանի հետ միութենական պետություն լինի։ Ես չեմ հասկանում, մարդիկ առաջ են գնում, դուք հետ եք գնում, ԽՍՀՄ եղել է, փլուզվել է, եթե ԽՍՀՄ ուժեղ կառույցն էր, չէր փլուզվի։ Ուրեմն այնքան թույլ է, որ փլուզվել է։ Հիմա դու հետ գնում ես, այդ փլուզված կայսրության մեջ մտնես, ու հետաքրքիր է քեզ այդ փլուզված կայսրությունը հələ հրավիրել է, քեզ կանչել է, ձեռա մեկնել, օգնել է, ամենակ մեջքներից խփել են, մենակ գլխներից խփել են, կոտորել են, այդքան հայ են կոտորել։ Ինչու եք դուք ձգտում դրան, ես չեմ հասկանում, կարող է դիտմամբ դուք իրար հետ պայմանավորված ընդդիմություն, իշխանություն, այսպիսի զրույցներ եք անում Վիտալի Բալասանյանի մակարդակով կամ իշխանության մակարդակով, որպեսզի միշտ պերեստրելկի փոխհարաձգության մեջ են ժողովուրդը։ Դրա համար եմ ասում, նույն նորից գալիս եմ իրար հետ կապ ունի, այդ որ ինձ ասում եք վերանայի քեզ իշխանության կողմես թե դեմ, ես իշխանության բացատրեցի, ոչ կողմ եմ, ոչ դեմ, ես իրանց քայլերին կողմ եմ կամ դեմ, իրանց քայլերին դրական կամ բացասական եմ գնահատում։ Օրինակ, ասում եմ, արտաքին քաղաքականությունը ես կարծում եմ դա էլ փաս չի, նրա ճշմարտություն չի, իմ կարծիքն է, որ դրական է գործում։ Ողջունելով Արարատ Միրզոյանի գործունեությունը։ Դրայից զուգահեռ բացասական եմ տեսնում, օրինակ, Սրբուի Գալյանի կառույցը, Արփինե Սարգսյանի ներքին գործերի նախարարություն, вообще այսպես չի, այսպես կուշտ եմ, այսինքն իմ դժգոհությունները այնքան է խորացած, որ մի գրամ վստահություն չունեմ, եթե նույնիսկ իմ անձնական կյանքի վրա սպառնալիք լինի, վտանգներ լինի, ես չգիտեմ ինչ եմ անելու, ոնց եմ անելու ու չեմ դիմելու ոստիկանության, չեմ դիմելու, որովհետև ես կուշտ եմ, այդ կառույցից կուշտ եմ, ամեն կերպ։ Հիմա դարձա իշխանությանը բացասական ասած, թե դրական, կարող կողմնորոշվեք այդ տենց գրողներդ։ Եթե չեք կողմնորոշում, ասեմ, մի մասով կողմ եմ, մի մասով դեմ եմ։ Եվ ընտրությունները էլ իմ մի ձայնը չի որոշելու։ Բայց ընտրությունների նախորդին ես իմ ոսկե գնահատականը տալու եմ։ Այն ժամանակ թող միջև իշխանությունները իրանց ինչքան լավ պահեն, այնքան իրանց լավի մասին եմ խոսալու։ Վատ պահեն, վատի մասին եմ խոսալու։ Այդ արդեն իրանք պետք է մտածեն, ինչպես անեն, ոնց անեն, որից ժողովրդի սիրտը շահեն, վստահությունը շահեն եւ հունիսի 7-ին գնան ընտրեն իրան ժողովուրդը։ Իմ մի ձայնով բան չի որոշվելու, բայց իմ մի եթերով, իմ մի խոսքով շատ բան է որոշվելու։ Ընդդիմությունը պետք է 100% փոխվի, իսկ իշխանությունն էլ կփոխվի, չի փոխվի, իրանցից է կախված, ճիշտ կպահեն, լավ կաշխատեն, կմնան իրանց տեղում։ Նույնիսկ այս պահին համաձայն է, որ իշխանությունը առաջին դիրքերում է, բայց ժամանակը արագ է փոխվում, ինչպես որ աշխարհն է արագ փոխվում։ Ուսում եմ տեղին հասցրեցի բոլորին, որ ինձանից հետո չնեղանակ ասեք, դուք ձեր ուղեղում պատկերացրել եք, թե իշխանության մարդ եմ, դուք եք դա գծագրել, դուք եք դա տենց պատկերացրել, դուք չունեք մի հատ հաստատված տեսանյութ հրապարակային գրված մի հատ ստատուս, որ ես ասացել եմ, որ ես իշխանության կողմից եմ կամ էլ դեմ եմ։ Այսօր էլ բացատրեցի, որ ես չեմ կարող կողմ լինեմ կամ դեմ լինեմ։ Ես բոլոր ժամանակներում եւ բոլոր ժամանակներում հարգել եմ, հարգում եմ ու հարգել եմ իմ պետության իշխանությունը, որովհետեւ դա հայելու մեխանիզմով ազդում է։ Եթե ես չեմ հարգի իշխանությանը, չեն հարգի ինձ, իմ խոսքը չեն ընդունի, իմ խոսքը չեն լսի։ Ես ոչ թե դիրք եմ բռնել, ձև եմ բռնել, որ իրա ձևական հարգեմ, ես իսկապես հարգում եմ իմ պետության իշխանությանը։ Եվ հարգել եմ հաջորդ ընտրված մեր պետության իշխանությանը, ու եթե նույնիսկ գաղափարապես շատ էլ հեռու են իրանից, ուրեմն քննադատություններից կշիռը ավելի է շատանալու, բայց հարգանքս չի փոխվելու, ոչ այսօրվա, ոչ նախկին, ոչ առաջվա իշխանությունների հանդեպ։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ ինձ այդպես ընդունեք, ուրիշ ձև մի ընդունեք։ Մի սպասեք ինձանից, որ այսօր Գևորգը վաղը Գևորգը դուրս է գալու, ինչ որ մի հատ կուսակցության դրոշ վերցրած հրապարակով վազի, ասի տեսեք, ես գտել եմ իմ տեղը այս կյանքում, ես գտել եմ իմ տեղը որևէ քաղաքական ուժի մեջ։ Ախր պետք է ձգտում ունենամ, չէ՞ որևէ քաղաքական ուժ մտնեմ։ Ես ձեզ ասել եմ, իսկ խորհուրդ տվեք, որ քաղաքական ուժ մտնեմ։ Չեմ ասել, ուրեմն ես կարիք չունեմ քաղաքական ուժ մտնելու։ Ես անկախ ազատ բլոգեր եմ։ Անկախ ազատ իմ մտքերը արտահայտում եմ։ Դժգոհություններս եմ հայտնելու,
դրական կողմերը, երբ որ դրական բան եմ ասում, իշխանության քայլերը դրական է, հարձակվում են ընդդիմության կողմից, ասում են, տեսակ ապացույց, էսի Նիկոլա կանա։ Երբ որ քննադատում եմ, ասում եմ, էսի որ թևից, հա, մի չհասկացաք տենց էլ, Անգլիայի դրոշնա, քամին ոնց տենց են ասում, չէ՞, քամին ոնց ֆռմա տենց է, քամին չէ ֆռում, իրանք ֆռում են, ես իրանք ֆռացած մոմենտը արձանագրում եմ, ասում եմ, տեսեք, իշխանությունը իր խոստումից դուրս եկավ։ Ընդդիմությունն ասում է, տեսեք, հելել է իշխանության դեմ։ Իշխանության կողմնակիցները ասում են, երևի ընդդիմությունից լավ թիքեք են առաջարկել, փող են տվել, իրանց հոգնին է խոսում։ Ասում եմ մի օր, ասում եմ մի քանի ժամ մի հատ բացասական բան էլ ասում եմ իշխանության հանդեպ, բանը ընդդիմության հանդեպ, ասում եմ մտափոխվել է, գնում է իշխանություն, այ ժողովուրդ ջան, ոչ ընդե, բերեք դուք էլ մի քիչ, եթե իշխանության մարդ չեք, հարգալից եղեք բոլորի հանդեպ։ Նախկինների հանդեպ էլ հարգալից հանրային խոսքում ասեք։ Ես հանրային գործունեությունից եմ խոսում։ Իմիջիալոց ձեզ չթվաց, թե ձեզ համոզում եմ, որ դուք օրինակ, եթե չեք սիրում Ռոբերտ Քոչարյանին, սիրեք, կամ Նիկոլին չեք սիրում, սիրեք։ Ուղղակի հանրային խոսքում մեկնաբանություններում ես ուզում եմ, որ հարգալից այդ խոսքերը հնչվի, եւ իմ մեկնաբանություններում խնդրում եմ թե ընդդիմության, թե իշխանության հանդեպ առանց հայհոյանք, առանց որևէ զրպարտության եւ ընտանիքի ինքնասիրության սրբություններին կպնելու։ Քննադատեք իրենց քաղաքական գործունեությունը։ Լավ, շատ եմ երկարացնում, հուսով եմ հասկացաք այս եթերի իմաստը եւ Վիտալի Բալասանյանին կուզենայի, որ քաղաքական գնահատականներ տային, իսկ եթե օրենք խախտելա, թող դատապարտվի օրենքի համաձայն, ոչ թե նախարար, ազգային ժողովի նախագահի խոսնակ եւ այլ բարձր պաշտոնյաներ դնեն սկսեն խոսել։ Ձեր կարևոր գործերով զբաղվեք, մենք այդ գործերով կզբաղվենք։ Ձեզ էլ կքննադատենք, Վիտալի Բալասյանին էլ կքննադատենք։ Դուք ձեր գործին եղեք։ Լավ մնացեք, ժողովուրդ ջան։ Իմիջիալոց կներեք սիրելի մայրեր եւ քույրեր, այնքան քաղաքական թեմաներում խորացված եք, մոռանում ենք։ Ձեր միամսյակը շնորհավոր,